Ողջույն սիրելիներս, այս անգամ գաթան ուզում եմ ձեր հետ թխել, բայց արդեն գնդելուց հետո։ Ինչպես տեսաք, գաթան բացեցի, բայց մեջտեղը պոնչիկի նման, թքաբլիթի նման մի փոքր բարձր թողեցի խմորը, որպեսզի խորիզը դնելուց եւ այսպես եզրերը հավաքելուց հետո լինի եւ ներքևի մասը հաստ խմոր եւ վերևի մասը հաստ խմոր, որպեսզի բացելուց, տպտպացնելուց, բացելուց հետո այդ մեջտեղի մասը սկսի բարակելը ու խորիզը հավասարաչափ տարածվի գաթայի մեջ։ Ուրեմն տեսեք խորիզը ինչպիսին է, ես եկա այն համոզման, որ պետք է շատ չոր խորիզ չլինի, մի քիչ թաց լինի, որպեսզի եւ գեղեցիկ լինի կտրելուց հետո եւ շատ համեղ։ Այստեղ բոլոր գնդերն արդեն բացել եմ, խորիզը դրել եմ, յուրաքանչյուր գունդը խմորը կշռել եմ 330 գրամ, խորիզը դրել եմ 130 գրամ։ Այս այն չափն է, որը ինձ պետք է, որպեսզի տուփերի մեջ մի քիչ տուփին համեմատ մի սանտիմ փոքրիկ թխեմ, այս վիճակում թխելուց մի քիչ մեծանում է։ Հետո որ գաթան թխելուց հետո բարձրանա բարձրության հաշվին, ոչ թե լայնանա եւ այնպիսի չափ պետք է լինի, որ գաթայի տուփերը փակելուց տուփի երեսը ուռած չլինի, գեղեցիկ լինի։ Դե վերջնական բոլորը գրտնակով հավասարաչափ այսպես սիրուն կլոր բացում եմ, դեղնուցը քսում եմ երեսին, պատառակ հաղով ծակծկում եմ, գծանախշեր եմ անում եւ տեղափոխում եմ ջեռոց թխելու 230 աստիճան տաքացած ջեռոցում։ Սիրելիներս, մի հատ անմահական համ, չտեսնված, համեղ, երբեք փռի գաթան այս համը չի ունենա։ Տան թխած, այդ չգիտեմ, մի ուրիշ ձև է ստացվում այս տնական գաթաները։ Յուրաքանչյուր գաթային առանցին նայում եմ, շրջում եմ, փոխում եմ վերև, ներքև, աջ ու ձախ, մի խոսքով շատ սեր եմ դնում յուրաքանչյուր գաթայի մեջ։ Քանի որ վատառողջ էի այս ընթացքը, մայրիկիս խնդրել եմ եկել է խմորը մամասա պատրաստել, ամեն ինչը ես թե չափով ասել եմ, լցրել է ինքը, հունցել է ու թողել է ինձ, մնացածը հարսիկիս օգնությամբ գնդել ենք, բացել ենք, խորիզը դրել ենք, ինձ շատ ուժ տալ պետք չէր կարելի եւ այսպիսի շողշողուն գաթաներ եմ ստացել։ Ուրեմն այսքան գաթան այդ տան մի դուխովկայով թխելուց, պատկերացրեք 3 ժամ տևել է մինչև այսքանը թխել եմ։ Էկրանից հնարավոր է, որ մի քիչ մուգ կերևան, բայց մուգ չի, վառված չի, շատ գեղեցիկ գույն ունեն իրենք։ Վերջում արդեն, որ լավ հասունացել էին գաթաները, գծանախսն էլ վրան լավ չէր պահում, բայց էլի գեղեցիկ ստացվեց։ Որպեսզի տուփերի մեջ գաթան դնելուց տուփերը չյուղոտվի, չկեղտոտվի եւ հետո հիգիենիկ լինի, որովհետեւ տուփերը պատրաստված են սիլիկոնե սոսնձով եւ այլն, դրա համար փաթաթում ենք այս ցելոֆանների մեջ, ինքնակպչուն ցելոֆանների մեջ խոհանոցային, նոր տեղավորում ենք տուփերի մեջ։ Այս անգամ պատվիրատուն ցանկացել էր, որ տուփերը այսպես ձևավորեմ, մի մասը մարգարիտի հատիկներով, մի մասն էլ այսպես միացման ամբողջական մասը պետք է միանքարեր լինեին։ Եթե հարցեր կունենաք, գրեք, տեսանյութի ներքևում չափաբաժինները կգրեմ, այլ տեսանյութի հղում կդնեմ, կարող եք մտնել նայել, բոլորիցդ շնորհակալ եմ, որ դիտել եք, բոլորիդ ուրախ եւ անհոգ օր եմ մաղթում։